Պամիդորը, վարունգը, բիբարը, Ազիզյան, Լենուղի գյուղից։ Ամեն օր գալիս եք, բերում եք Մեր այստեղ։ ապրանքն է, հա, մշակում ենք, գալիս ենք, այդա վաճառում ենք, ինչ անենք։ Իսկ շատ եք չարչարվում։ Շատ, ահա որ Ինչ Ազիզյան։ աշխատանքներ եք անում։ Բոլոր աշխատանքներ մենք ենք անում, նես չի որ բանվորն անում։ Մենք մեր ընտանիքով աշխատում ենք։ Ստացած եկամտից գոհ եք ձեր չարչարանքի։ Չէ, նամանավանդ այս տարի, չէ, բացարձակ։ Դեկտեմբեր ամսից տանջվել ենք այս բույսերի վրա, բայց չէ, անարդյուն։ Շատ եք տուժել։ Ինչքան եք, օրինակ նախորդ տարի ինչքան եք վաճառում։ Երբ որ ասեմ տուժվել եմ, ով է բերելու այդ տուժածը տա, ոչ մեկ։ Բայց աշխատել ենք։ Չէ, ինչով աջակցեն։ Ով է գալու մեր վարկերը փագի, խոսքի մեր տան տնտեսական հարցերը լուծի։ Մթերելու հարցում աջակցի ռուսական շուկայերի տանել։ Ոչ մի բան էլ չկա, մենք մեր ապրանքը բերում ենք այսօր։ Եվրոպային տան։ Հա, այսօր ինչ արժեք է, այդ արժեքով ծախում ենք, էտա, ուրիշ ոչինչ Ազիզյան։ Ինչքան եք վաճառում, օրինակ, որը ինչ արժե։ Պամիդորը մինչև 100 դրամ։ Ազիզյան։ Այդ բիբարը 150 դրամ։ Վարունգը 100 դրամ, մինչև 60 դրամ։ 456-ը ծախսել։ Հացած տարի ապրանքը դուրս են գալու, բայց այս տարի սա տեղում է, դրա համար էլ ես մտածում։ Մեր տանջանքը սկի 0 իրա հավասար Ազիզյան։ Գոնե մի քիչ անցնում տանջանքը ջան։ Դասատի տանես։ Իսկ պետությունը ինչ է կարծում, կաջակցի գործող իշխանություն, եվրոպական շուկա արտահանել կամ տեղում մթերել։ Ինչ արդեն քոլերը քաշելու եմ։ Ոչինչ էլ չհասկացանք դրանից։ Դեկտեմբեր ամսից քրքրվել ենք ընտանիքով դրա վրա, բայց ոչ մի արդյունք չենք ստացել։ 80 դրամ պամիդոր վաճառես, սկի դաշտի պամիդորը այդ գնով այն ժամանակ չեն մթերել գործարանները։ Իսկ հիմա շուկայում հələ մի բան էլ վերավաճառողները ասում են թանկ է, ավելի էժան տուր։ Այս իրավիճակը ինչպես եք գնահատում, ինչի հետ է կապված։ Ես ոչինչ չեմ կարող ասեմ, չէ, քաղաքականության հետ ոչինչ չեմ կարող ասել։ Ես եմ իմ ապրանքը։ Այսօր այդ գիննա ոչինչ, հարմարվում են, ինչ անեմ։ Ում հետ կռիվ տամ։ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, օրինակ, եթե Մարգարայի անցակետը բացվի։ Ես չեմ կարող ոչինչ ասել։ Գյուղացու վրա ինչպես է անդրադառնալու։ Ավելի շատ կբերեն, կլցնեն, այստեղ ավելի լճացում կլինի։ Ավելի շատ լճացում կլինի, բա որ ապրանքը ավելի լիքնելով, ավելի էժան պիտի լինի։ Բա որ ես էլ չեմ տրորելու թափեմ, պիտի ստիպված է ցածր գնով վաճառեմ։ Բայց էլի հող եք մշակելու, էլի։ Բա ինչ անեմ, որտեղ գնամ գործարան, աշխատել եմ ժամանակին։ Բայց ինչ անեմ, որ այսօր էտա։ Ասիջան, սկի մանկավարժներն են իմ առևտուր անում։ Ժիշտ մարդիկ կան, որ առևտուր են անում։ Էտա։ Գոյության կռիվ է։ Մարդիկ բոլորն էլ իրանց ընտանիքի համար, էտա, եթե երեխա ունես, աշխատում ես, որ լավ լինի։